Ես ձեր վրա զարմանում եմ, ես անկեղծ ուզում եմ մի բան հասկանալ, այսինքն որ Միքայել Մինասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ իրանց աշխատակիցները, իրանց գործընկերները, որոշ հանրային մարդիկ ասում են 5000, ասում են 6000, 7000 տեղ-տեղ 10,000 են ասում, ձեզանից որևիցե մեկը չի գնում, հարցում չի ուղարկում, չի մոտենում, տեսնելուց չի հարցնում, չի ասում, բա ինչի՞ ես 1000 հայ տղա ավել սպանում այ գործիչ։ Դուք չեք հարցնում այդ հարցը։ Իսկ երբ որ ես հրապարակում եմ պաշտոնական թիվը, ես կանդրադառնամ բանի հետ կապված ձեր հարցի, պաշտոնական թիվը, որը քննչական կոմիտեի կողմից վաղուց հրապարակված է, դուք հարցում եք ուղարկում եւ ինչ որ մարդիկ Facebook-ում փորձում են այդ թվի հետ վիճել, ես գիտեմ, որ այդ մարդիկ, իմ նշած մարդիկ, հայ մարդու ցավը, հայ մարդու էմոցիան օգտագործելով իրանց քաղաքական հարցերն են ուզում լուծեն, բայց ես ձեզնից եմ ուզում հասկանամ, էլի, դուք Ազատություն ռադիոկայան, դուք Նյուզեմ, դուք մնացածից, ինչի այն ժամանակ արդեն քանի տարի է այդ մարդիկ ասում են, որ 1000, 1200, 1100 հայ տղա է ավել մեռել, ձեզանից ոչ մեկը մահացել կներեք այդ բառի համար, ձեզանից ոչ մեկը դրանց չեք հարցնում, ասում եք այդ որտեղից այդ ինֆորմացիան, ով ա տվել, Ադրբեջանն ա տվել ձեզ այդ ինֆորմացիան, ճիշտ եք ասում, սուտ եք ասում։ Միտեղ որ լիներ պաշտոնապես դա դրված, բանից հարգելիս, հարց նախ եւ առաջ քննչական կոմիտեի հայտարարությունը, որը ես մեջ բերել եմ, պաշտոնական ա դրած։ Այսինքն ամբողջ հանրապետության քննչական կոմիտեի հայտարարությունը, որտեղ որ քրեական գործ կա, եթե չեմ սխալվում, պատերազմի հետ կապված հարուցված, բազմաթիվ գործեր կա, դա պաշտոնական չի, որ երկրի նախկին ղեկավարները, իրանց փեսաները, լրատվական կայքեր եւ մեդիա ունեցողները տենց բան են ասում, ինչի՞ մի հատ հարցում։ Մի րոպե ես ձեր հարցին պետք է միջև վերջ պատասխանեմ, նոր, ես սպասում եմ այս հարցին, սպասեք, ինչի՞ չեք մի հատ այդ դրանց, կրկնում եմ դրանց հարցնում, ասում 1000 երեխա, ինչի եք սպանում, ինչ վերաբերվում է ձեր հարցին թվերի էսկոմ գնալը, նաև վարչապետն է այդ թվի մասին ստեղ խոսացել, փոքր տարբերությամբ եւ այդ տարբերությունը 1200 երեխա չի եղել եւ այդ տարբերությունը հնարավոր է էլի փոխվի, որովհետեւ մենք ունենք 191 անհայտ կորած այդ մարդկանցից վարչապետի հայտարարության պահից ի վեր, պարոն Քոչարյանի հայտարարության հետ կապված նաև, այդ հայտարարությունից ի վեր ինչ որ ծնողներ այնուամենայնիվ իրենց երեխաների ԴՆԿ տեստի հիման վրա վերցրել են մասունքները եւ այդ թիվը այտենց փոփոխություն է ապրել, բայց եթե մենք խոսում ենք այդ թվի 10 հոգու, 50 հոգու, կրկնում եմ 191 հոգի այս պահի դրությամբ անհայտ կորած է, տա Աստված բոլորն էլ ինչ որ տեղից, ինչ որ հրաշքով հետ վերադառնան, բայց լինում է դեպքեր, որ հա ինչ որ պահի ապացուցվում է, որ այն մասունքները, որոնք դեռ կան, ինչ որ մեկի այնուամենայնիվ ընտանիքի անդամ է։